Հունգարիայում Փյունիկը չկարողացավ ցանկալի արդյունքով սկսել կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի Դեբրեցենի հետ դիմակայությունը։ Առաջին խաղում տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով, սակայն նռնագույնների համար ամենակարևոր փորձությունը դեռ առջևում է։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ակտիվ էին եւ փորձում էին սուր գրոհներով սպառնալ մրցակցի դարպասին, սակայն հաշիվը բացել չհաջողվեց։ 29-րդ րոպեին Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը կատարեց հարկադրված փոփոխություն։ Վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Արտակ Դաշյանը։ Երկրորդ կեսի միջնամասում տանտերերին հաջողվեց բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ցիբլա Ֆլորյանը։ Հանդիպման մնացած հատվածում երկու թիմերն էլ փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, սակայն այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։ Ժամանակ առ ժամանակ թիմերից մեկը առավելությամբ էր խաղում, կարծում եմ, որ գոլային այնքան պայեր ստեղծեցինք, որ կարող էինք խուսափել պարտությունից, ամենայն դեպս այս դիմակայությունը դեռ համարում եմ 50-50 եւ մենք ռեալ շանս ունենք հաջորդ փուլ դուրս գալու։ Բնական է, սխալներ շատ կային, թե մեր կողմից, թե հակառակորդի, ավելի շատ մեր ռեակցիան էր երբեմն ուշանում եւ տարական սխալներ այսօր շատ արեցինք, որի վրա կաշխատենք։ Իհարկե, ես նոր հանդերձանում խոսեցի, տղաները տեսա նրանց աչքերում այդ վստահությունը, որ մենք կարող ենք հաջորդ փուլ անցնել։ Դեբրեցենում առաջին քայլը հաջող չստացվեց, սակայն պայքարը դեռ շարունակվում է։ Պատասխան հանդիպումը Փյունիկի համար վերջին հնարավորությունն է շրջելու իրադարձությունների ընթացքն ու շարունակելու եվրագավաթային պայքարը։